օրինակ, եթե մարդը 60 անց է կամ 70 անց։ Կարող է զարգանալ եւ ռևմատոիդ արթրիտ եւ օստեոարթրիտ։ Եվ նա չի կարողանում նա քայլել, դժվարությամբ է քայլում, դա արթրիտի օստեոարթրիտի նշան է։ Դժվարությամբ է քայլում եւ օստեոարթրիտից եւ ռևմատոիդ արթրիտից։ Ինքը պետք է դիմի բժշկի եւ այստեղ պետք է, եթե ըստ իր կլինիկական դրսևորումների ռևմատոլոգը արդեն կողմնորոշվում է 70 տարեկանում օստեոարթրիտ կլինի անպայման, բայց արդյոք իր գանգատները միայն օստեոարթրիտի հետ են պայմանավորված, թե կա նաեւ բորբոքային հիվանդություն ռևմատոիդ արթրիտ։ Օստեոարթրիտը նաև ունի տեսակներ։ Օստեոարթրիտը կարող է լինել առաջնային կամ երկրորդային պայմանավորված որևէ հիվանդությամբ, օրինակ հետտրավմատիկ օստեոարթրիտ նույնպես կարող է լինել, օստեոարթրիտը կարող է լինել դաստակների, ձեռքերի, այս դեպքում հատկապես կանանց մոտ շատ հանգույցներ են առաջանում այ մատների ծայրերին, դիստալ միջվալանգների, միջվալանգային հոդերի շրջանում Հեբերդենի բուշարի հանգույցները, դա հանգուցավոր տեսակ է լինում, կարող է օստեոարթրիտը ախտարել կոնքազդրային հոդը, այս դեպքում կախված դրանից, որ հոդն է ախտահարված, փոքր բադիկ հալվածքի տեսք կարող է ունենալ, կարող է ծնկան հոդերը ախտահարվել, տեսակներ դայի նկատի ունենք։ Եթե չի կարողանում մեքենա նստել կամ ցածր աթոռին, դա կոնքազդրային այդպես չի կարող ասել կոնքազդրային, կարող է նույն ծնկան, նույն ողնաշարում էլ կարող է լինել սպոնդիլոարտրոզ, այդպեսի երևույթներ նույն ողնաշարի հոդերում էլ կարող է լինել։